Բարև, մենք ենք էլի շարունակում ենք կարճատև ընդմիջումից հետո մեր գիգային ոդկասթը։ Ես, Վահագը, ինչպես նաև Մհերը, Արմանը եւ Լևոնը։ Ինչից ենք որոշել այսօր խոսանք, նախ անդրադառնանք Warrior-ի ֆինալին, վերջին սերիաներին, ոնց հասկանում եմ բոլորս արդեն նայել ենք, չէ՞։ Բացի Մհերից, ով սկզբունքորեն այդ սերիալը չի նայում։ Ահա, չգիտեմ, այս տարվա մեջ երևի ամենալավ սերիալային ֆինալներ կամ ամենալավերը։ Առհասարակ վերջին եռյակը սերիաների շատ հզոր էր։ Ես հետ էի ընկել ու Հարսանիքից միանգամից նայեցինք, հա։ Հարսանիքը լրիվ Մայքլ Կորլեոնը արեց, ասամի քուրը։ լավ։ Իմ կարծիքով Warrior-ը ոչ թե այս տարվա, այլ վերջին տարիների լավագույն սերիալներից մեկն է ու այս տարվա լավագույն սերիալը իմ համար։ Այս տարվա լավագույնը 4-ն է։ Կարան մրցեն։ Դու մի քիչ ուշացել ես այդ թեմայով։ Խոսքը ոչ թե օրիգինալ Խոսքը ոչ թե օրիգինալ սերիալների մասին է, այլ սերիալային շարունակության մասին, Warrior-ը լավագույն սերիալային շարունակությունն էր այս տարվա իմ համար։ Ինքը երրորդ սեզոնը լրիվ ուրիշ մակարդակի վրա բարձրացրեց պատմությունը, որ արդեն սովորական գանգստերական, քունգֆուական պատմությունից ինքը վերածվեց ինչ որ ավելի շատ հերոսական պատմության, երբ որ գլխավոր հերոսը ինքը ոնց որ սկսեց սեպարացվել այդ գանգստերական միջավայրից ու առանձնանալ դրա մեջից։ Այսինքն էվոլյուցիա ապրեց սերիալը, նույն ձև չշարունակվեց ոնց որ առաջի երկրորդ սեզոններում։ Չէ, երկրորդ սեզոնի վերջում արդեն երևում էր, որ ինքը գնում է այդ ճանապարհով, բայց արդեն երրորդում Ինձ թվում է այդ միտքը սկզբից էլ կար, որ ինքը մի քիչ ավելին է, քան իրան շրջապատող գանգստերները ու անվանումից էլ է էլի դա հետևում, որ ինքը բանա Warrior-ը, հերոսը, ոչ թե գանգստեր։ Ինքը ինքը ահագին գեղարվեստական, ասենք ինչ որ բաներ ունի, որոնք առանձնապես պատմական չեն, հա, օրինակ Ահոյի շորերը, սերիա կամ չգիտեմ։ Հա, ու ինքը ահավոր շատ ինձ գեղարվեստական սիրուն լուծումներ ունի, որոնք հնարավոր է այդ վաղտվա Սան Ֆրանցիսկոյում չի եղել, տենց բան вообще։ Բայց կոնգերի պատերազմները օրինակ եղել է Ամերիկայում, որ չինական էմիգրացիան շատացավ, չինական էմիգրացիայի հետ շատացան տոնգերը։ Տոնգերը սկսեցին իրար հետ պատերազմել, հիմնականում տապորիկներով էին զինված, որտեղ ադաթավոր տենց զենք, հա, իրար մսխում էին կոնկրետ։ Տոնգերը դա չինական կազմակերպված անձնավորություն էր, չէ՞, Ամերիկայում։ Բանդաներ էլի։ Տոնգի իդեան ժողովուրդ շատ հիմնա ու շատ հետաքրքիր է։ Երբ է ինքը սկսել, երբ Մին դինաստիային, Քազա մանչուրների Ցին դինաստիան այն բանից է։ Նախկիններին վերացրին, նորերը եկան։ Չինաստանում սկսեցին ծլել խիստ կրոնականացված գաղտնի կազմակերպություններ, որոնց հիմնական միտքը Մին դինաստիան վերադարձնելն է։ Ինչի որտեվ թազա մանչուրների դինաստիայը չինացիների մի ուրիշ նեղում է։ Չինացիքի կասիչկեքը օրինակ ստորացնելու համար մանչուրներն էին հորինել, ինչի որտեվ ստրուկների մոտ էին կասիչկեք, ինչի որտեվ գիշերը ստրուկներին այդ կասիչկեքով կապում էին ինչ որ տեղ։ Պարզաբար կարաս մազերդ փախնես, չփախնելու համար չէ, ստորացնելու համար, այս մազերից միտեղ կապել։ Հա, ու օրինակ քունգֆուում տեսած կլնեք քունգֆուի ողջույնը մի ձեռը բռունցքա, մի ձեռը բաց ափա։ Մին դինաստիայի հիերոգլիֆը լուսին ու արևա։ Բաց ձեռը լուսնի հիերոգլիֆին է նման, ավելի ձգված է, քա արևն է, այնց կոմպակտ է։ Ու դա գաղտնի նշան էր, որ ես կազմակերպությունից եմ, որը հին դինաստիան է ուզում վերադարձնել։ Բնականաբար իրանք ահավոր ոչ լեգալ էին, ու ժող պատկերացրեք մասոններ ուղակի զինված, քունգֆու իմացող, շատ ագրեսիվ ու տենց։ Մին դինաստիան վերադարձնող տոնգ բառը ինքը նշանակում է հոլ, սենյակ, էլի։ Ու իրանք այդ իրանց հավաքատեղն է, որ հա խորհրդանշում։ Դե այդ մինը վառ բառն է, վառ։ Վառ բառն է, հա, սիանյա, չէ՞։ Հա, կամ վաղը, մինչեն վաղը։
Հա։ Ուժող, այդ խմորվեց ու Չինաստանում եղավ մի հատ կատաղի հետաքրքիր բան, բռնցքամարտիկների ապստամբությունը։ Ինչն է բռնցքամարտիկների ապստամբությունը, երբ մի 2-3 դար անց Ցին դինաստիան արդեն թուլացել էր ու արևմտյան պետությունները Ցին դինաստիային լիքը բաներ էին պարտադրում, որը ել ավելի էր ստորացնում չինական ազգը, թվում կրոնափոխ լինել, այդ թվում սրբավայրերը քանդել, տեղը ճամփեք սարքել կամ երկաթուղիներ սարքել կամ տելեգրաֆային գծեր սարքել, այդ սաղ կազմակերպությունները, տոնգերը, որոնք մի քանի դար խմորվել են, պայքարել են, կռվել են, ապստամբել են, պարտվել են, էլի են ապստամբել, էլի են պարտվել, իրանք մի տեսակ շատ ուժեղ համախմբվեցին, Չինաստանով մեկ իրանք համախմբվեցին ու սկսեցին զինվորական միավորումներ, բռնցքամարտիկային միավորումներ, այդ վաղ ֆոտոները որ նայում շատ քիրա ու ինչ էր տեղի ունենում խիստ կրոնականացված ֆանատիզմի հասնող քունգ-ֆու վարպետների եղբայրություններ, որոնց հիմնական նպատակն է, արդեն իրանք մոռացել էին Մին դինաստիա, Ցին դինաստիա, հա պարզա ցիներն են, վատն են, իրանց հիմնական նպատակը վտարել Չինաստանից ցանկացած մեկին, ով չինացի չի, ներառյալ եվրոպացիներին, ներառյալ ամերիկացիներին, բնաջնջել քրիստոնեությունը ունած չինացիներին, որպես դավաճանների եւ այլն, հա, ու հաստատել արդար պետություն, որը տենց Մին դինաստիա, whatever, հա, մինն էլ չլինի, ոչինչ, արդար ազնիվ։ Այդ սաղ ծայրահեղ ֆանատիզմի հասնող իդեաների վրա, որ օրինակ, եթե դու ճշգրիտ անես քո քունգ-ֆուական ծեսերը, դաոսական ծեսերը եւ այլն, պատրոնները քեզ չեն ասում։ Ու մինչև խնդալը ժողովուրդ, իրանք զինված լինելով միջնադարյան զենքերով, իրանք Պեկինը գրավել են։ Պեկինը գրավել են մի քանի եվրոպական կայազորի դեմ, որոնք էին հրազենով։ Ապստամբությունը իհարկե պարտվեց ու Չինաստանում շատ ուժեղ ու նեգատիվ ռեակցիա սկսեց ամենի հանդեպ, հա, թե քունգ-ֆուի հանդեպ, այդ վաղ կսացի քունգ-ֆուի շատ ուժեղ փոխակերպում տեղի ունեցավ, քունգ-ֆուն շատ ավելի մատերիալ դավ, հա, որպես մարմնամություն, որպես ճրպրիկլադնոյ բան, քունգ-ֆուից հեռացան այդ մեդիտատիվ ասպեկտները, միստիկ ասպեկտները, մոգական ասպեկտները, հա, բայց տոնգերը մնացին ժողովուրդ։ Առավել խելացի մարտարվեստ անող մարդիկ, ովքեր պուլեմյոտների վրա չէին վազում հավատալով, որ պատրոնները իրանց չեն ազդի, այլ ասենք միտեղ նստած սպասում էին, որ ուրիշները վազեն։ Իրանք մնացին։ Ինչ պետք է անես, եթե խումբ ես, որը շատ լավ կռվել կարա, մահվանից առանձնապես չի վախենում, համարում է, որ սաղ պետական կարգերը զզվելի են ու վատն են, իսկ ապրել ինչ-որ ձև քեզ պետք է, մտնում ես հանցավոր աշխարհ։ Տոնգերը առաջել էին մտնում հանցավոր աշխարհ եւ այլն, հա, ինչ որ ձևով ֆինանսավորելով ենթադրենք իրանց օպերացիաներ, բայց հիմա իրանց դա դարավ իրանց հիմնական բիզնեսը։ Բռնցքամարտիկների ամբողջությամբ պարտությունից հետո իրանց արդեն հիմնական բիզնեսը դարավ, ու այդ բիզնեսը սկսեց նաեւ շատ բարեհաջող էքսպորտ արվել այլ երկրներ, որտեղ չինական դիասպորա կար։ Հետաքրքիրն է նա, որ օրինակ տրիադաներում առ այսօր ֆորմալ տիսական բարևը դու հարցնում ես, օրինակ, չգիտեմ, քո կամեր մեկը եկել է, դու տրիադայից ես, ինքը տրիադայից է։ Որտեղից ես գալիս։ Մոտավորապես հայկական ուր դու տղա ես։ Պատասխանը պետքա լինի Շաոլինից ես։ Շաոլինի տղա եմ։ Բա Շաոլինը ինչ է եղել, ախպեր։ Շաոլինը հրդեհել են, գեր։ Հրդեհելա ըստ երևույթի դինաստիան։ Բա ինչ պետք է անենք, որ լավ լինի, ախպեր պետք է Մին դինաստիան վերադարձնել։ Առ այսօր տրիադաներում տենց զրից է այդում կամերում, որտեղ երկու օրինակ մեկը թազա է եկել, մյուսը բան ու երկուսն էլ տրիադայից են, հա։ Առ այսօր այդ ադատները կան։ Առ այսօր տրիադայում, որ քո պաշտոնը բարձրացնում են, օրինակ մաֆիայի լեզվով ասած սալդատից կապիտանի լեզվի, սալդատից կապիտանի պաշտոնի ենթադրենք, հա, prитом իրանց մոտ շատ ադատավոր անուններ են այդ պաշտոնների, էլի իրանց կրոնական, դաոսական ինչ-որ համակարգերում արմատավորված։ Դու քունգ-ֆուի ֆորմա ես անելու այլ ծեսերի հետ մեկտեղ։
Հա, այդ սաղ արմատները այդտեղ առայսօր կան, առայսօր էփվում են, տրիադայի պարագլուխները 5 ծերունի են կոչվում, որը Շաոլինի պարագլուխներն էին։ Պրիտոմ տրիադաների պատկերացրած Շաոլինը չկա ու երբեք չի եղել։ Միֆիկ Շաոլինն է։ Չինաստանում կա հյուսիսային Շաոլին Հեբեյի նահանգում ու կա հարավային Շաոլին, որը երբեք չի եղել, բայց որը առաջին տոնգերը ուղակի հորինել են որպես ինչ որ սիմվոլ, որի շուրջ իրանք կարան համախմբել։ Տրիադաների հիշատակած Շաոլինը այդ Շաոլինն է, ոչ թե այն Շաոլինը, որտեղ դու հիմա կարաս Չինաստան գնաս տուրիստ ու այցել։ Ուհա, ու պատկերացրած տենց բանդաներ, շատ իրար ինչ որ բանով նման, անճանաչելի, ոմանք ավելի ժամանակակից, ոմանք լրիվ տրադիցիաների մեջ տենց խորացած ու համարյա սաղ այդ բանդաներում կռվել կարան, զինված են որպես կանոն սառը զենքերով, կրշիված են անում օպիումի առևտուրը ու տենց։ Ու քանի որ այսինքն որ ասա կարծեմ։ Հա ու քանի որ Սան Ֆրանցիսկոյում չինական դիասպորան մեկ էլ շատացավ, դե բարձրացավ Չինաստանից այդ թվում Չինաստանից, որտեղ այդ վաղ, կսացի Սունյացեն, հետո Չանկայշի, հետո կոմունիստներ, դաժե, հա, փախնում էին այդ թվում տոնգերի տենց ականավոր ներկայացուցիչները, թազա հարուստ երկրներ, որ տենց պետքա էլի չինբլիկը չինացիք կան, ում պետքա նայել, կրշիված անել, ազնիվ պաշտպանել, հա, տոնգերի նպատակներից մեկը հասարակ ժողովրդին պաշտպանելն է։ Պարզ է, որ դա էլի հանցավոր աշխարհում շատ հաճախ վերածվում է շատ տարօրինակ ֆորմաներ ընդունել, ռեկետ եւ այլն, բայց շահագործում։ Հա, շահագործում։ Բայց Սան Ֆրանցիսկոյում տոնգերը շատացան, քանի որ մի հատ քաղաք է ու լիքը տոնգեր են, ու այդ չինացի որ Սան Ֆրանցիսկոյից ոչ միտեղ չեն այդում շատանում են, սկսել տերիտորիայի կռիվ գնալ տոնգերի մեջ։ Ու Warrior-ում է դա պատկերված է ումից։ Այսինքն սերիալում ահագին աուտենտիկ է այդ թեմաները ներկայացված։ Հա, սերիալը ահա որ շատ գեղարվեստական լուծումներ ունի, բայց բուն տոնգերի պատերազմը ինքը իրոք եղել է։ Ու Բրուսլին երբ սցենարը գրում էր, ոգեշնչվել էր, հա, հենց այդ պատմական տոնգերի։ Ինձ թվում է հիմա շատ մարդ է տեսնում, որ արտարվեստային սերիալ է ու մի քիչ թերագնահատում է, ինչքանով է ինքը լավ է որպես պատմական սերիալ ու առհասարակ որպես դրամատիկ սերիալ։ Լսի, ինքը դաշում արտարվեստային կինոների մեջ լրիվ առաջին տեղում է։ Ասենք որպես գանգստերական պատմական սերիալ, չգիտեմ, Peaky Blinders-ի կամ Boardwalk Empire-ի մակարդակի է մոտ, բայց մարդիկ տեսնում են կարատե սերիալը, քունգ-ֆու սերիալը, մի քիչ այդ թերագնահատում են ինչով է լավը։ Ինքը շատ արագ աճում է Peaky Blinders-ի level-ից ու շատ արագ մոտենում է իրոք Boardwalk Empire-ին։ Չի հասել հələ իհարկե, բայց մոտենում է։ Հա, հաստատ։ Ինքը հենց այդ է խնդիրը, որ մենք այսքան ասում ենք, չէ՞, սերիալի մասին ու ասում ենք ինքը մենակ քունգ-ֆու սերիալ չի։ Ինքը նաև հենց այդ ժամանակվա ամերիկյան հասարակության խնդիրների հետ ռասիզմի եւ այլնի արտացոլումն է, ինքը ունի դրամատիկ ասպեկտ, ինքը, չգիտեմ, մի մարդու վրա չի կենտրոնացած, մի խմբի վրա չի կենտրոնացած, մի ռասայի կամ մի ազգի վրա չի կենտրոնացած, ինքը շատ բազմաշերտ է, բազմակողմանի է այդ սերիալը, էլի, այսինքն ինքը կոնկրետ մի թեմա չի վերցնում այդ թեմայով շարունակում, ինքը վերցնում է ամբողջ քաղաքը, այն ժամանակվա Սան Ֆրանցիսկոն ու ներկայացնում է Սան Ֆրանցիսկոյում ապրող տարբեր համայնքների կյանք ու իրենց փոխհարաբերությունները։ Չինացի առանձին, իռլանդացի առանձին, ամերիկացի առանձին, քաղաքականությունը այնտեղ առանձին։ Притом քաղաքականությունը ահագին լավ է ներկայացված։ Հենց որ այդ սերիալը հաստատ արժի նայել, մենք այսքան դրա մասին խոսում ենք, հիմա հաստատ վստահություն չկա, որ ինքը կշարունակվի 4 սեզոն կունենա, բայց ինքը հասել է արդեն այն կետին, որ ոնց որ մի 3-4 սեզոնի էլ տեղ ունի, էլի, որ պատմությունը շարունակի, որտեղ ինքը ոնց որ հասել է այն պլատոյի վրա, որտեղից ինքը կարող ավելի ուժեղ շարունակվի։ Ավելի իր վերջին սեզոնի վերջին սերիան ես շատ քիչ կանեմ տենց կլանված նայել, հա, էկրանին սառած, այս ինչա տեղի ունենում, այս ինչ են անում։ Այդ ահա որ լավ։ Ու ինքը հա այն ուժգնությունը ուներ, որը դու սերիալի սեզոնի կամ սերիալի վերջին սերիայից սպասում ես էմոցիոնալ կամ կատարվելիքի, չգիտեմ, մասշտաբների էպիկականության։
նենց առումով էմոցիոնալ լարման են հասնում, որ Game of Thrones-ը կերազեր, հա, կամ տեսարժանության նույնիսկ, այսինքն ինքը որպես կոնկրետ կինո էլ է շատ լավը։ Հա, խորեոգրաֆիան ահավոր լավ։ Ինքը որ ասում են Շեքսպիրյան կրքեր, այ հենց Շեքսպիրյան կրքեր էին վերջում, որովհետև sense իրավիճակը մեկ է գլխի վայր շուռ է տալիս ու դու Հա, հասկանում ես սցենարիստները լավն են, այսինքն այնտեղ կան դավաճանություններ կամ չգիտեմ, հին ինչ որ թշնամիների ընկերացումներ, որոնք լրիվ տրամաբանական են քեզ թվում, չես ասում, Հա։ այս իրանք ընկեր էին, ինչի մեկ էլ կռվան։ Բոլորի մոտիվացիան դու հստակ շատ լավ հասկանում ես։ իր շոուրաները, Banshee շոուրաներն է ու այդ ինքը պրոֆեսիոնալ գրող է առաջերտին, հետո նոր Հա։ սցենարի։ Հա, Այսինքն ու ինքը եթե Banshee-ում ինքը մի քիչ տենց պրոդյուսերներին ա կուլ գնացել ու ավելի գնացել է տեսարժանություն, բռնություն, սեքսի կողմ, քան հոդաբաշխ սյուժեի։ Ստեղ, հա, բռնությունը կա, անկողնային տեսարանները կան, բայց առաջին տեղում Warrior-ում իմ համար սյուժեն է։ հա, սյուժեն ու դրամատուրգիան։ Ու Իր որոնք դրամատուրգիան սյուժետային գծեր կան, որոնք հիմնական գծեր չեն, բայց փշակաղվում ես այնքան լավն է։ Բա կերպարները շատ լավ են գրված, ինքը լրիվ են Game of Thrones-ի Grey Morality ասվածը ունի, էլի լիարժեք sense չարագործ կամ լիարժեք հերոս կերպարներ չկան բոլորի։ Միաժամանակ Հա։ չունենալ Game of Thrones-ի կասկածելի սյուժետային վեճները։ Հա, Game of Thrones-ում արագացրին, իսկ ստեղ տենց տպավորություն չկար, որ վայ ինչի սրանք կռվեցին մեկ էլ։ Հա, իր կերպարներին հասկանում ես։ Հա, հասկանում ես, բոլորի մոտիվացիան հասկանում ես։ Ու երկչափ կերպարներ էլ չկան, էլի սաղի մոտ մոտիվացիան բարթագույն է, էլի նենց չի որ կռվեցի, սեքս արեցի։ Սաղի հետ կռվում են ու դու ասում ես, էս իրա տեղում է ճիշտ, այն իրա տեղում է ճիշտ, այն էլ ոնց որ ինքն էլ իրա տեղում է ճիշտ։ Հա։ Լավ։ Ոնց որ խորհուրդ եմ տալի նայել Warrior-ը նայեք, մհեր անպայման նայի իր վերջին սեզոնը։ 3 արտակարգ սեզոն կա։ Okay, փորձեմ դրա այդ սերիալին էլ ուշադրություն Եթե սիրում ես, вообще կսիրես, даже եթե չես սիրում, էլի կասի։ Ինձ ցանկացած բարակայում հետաքրքիր։ Այն բաներից է, որ համարձակ ցանկացած մարդու կարած խորտ։ Մեր մյուս թեման ինչ էր։ Ֆիլմերը, որոնք առաջարկում են։ Ահա, մենք բան ենք արել, որոշել ենք սենց ֆիլմերի փոխանակում անենք, ամեն մեկը ինչ որ ֆիլմ ասի, որը ինքը տեսել է, որը իր կարծիքով լավն է, բայց այնքանով է անհայտ, որ մյուս մասնակիցները չեն տեսել։ Իսկ եթե լսել են, բայց մինչև հիմա չեն տեսել, ու ամեն մեկս իր հերթին տենց մի հատ ֆիլմ ընտրեց, ինձ թվում է մի քիչ տարբեր էինք հասկացել ամեն մեկը հենց ինչ ձևի ֆիլմ է պետք ընտրել, ոմանք ավելի անհայտ ընտրեցին, ոմանք հայտնի, բայց չափանիշը պահել ենք, չէ՞, ամեն մեկիս ասածը մյուսները չէին տեսել ու Ես մինչև հիմա ներողություն եմ խնդրում, բայց մհերինը չեմ նայել, անպայման կնայեմ։ Հա, ումից սկսենք, կարանք ինձնից սկսենք, ես խորհուրդ էի տվել, որ նայեք ֆրանսիական լաեն ֆիլմը «Ատելություն» թարգմանաբար 95 թվի կարծեմ, սև սպիտակ, ռեժիսոր Մատյո Կասովիցի ֆիլմն է, որը իրան հայտնի է դարձրել, Վինսան Կասելին այդ ֆիլմը հայտնի դարձրել, ինձ թվում է այդ արաբ տղային էլ Սաիդ ազգանունը չեմ հիշում, բայց ինքն էլ դրանից հետո շատ տեղեր է հայտնվում, հատկապես հոլիվուդյան ֆիլմերում, երբ ինչ-որ ստերեոտիպիկ արաբի դերապետ անպայման ինքը կա։ Ջոն Վիկում կա, Wonder Woman-ի առաջինում կար։ Նայած Վինսան Կասելը հաստատ այդ ֆիլմով է հայտնի դառել, միանգամից ֆրանսիական կինոյի գերաստղ է դառել։ Դե արժանի է, որովհետև այդ կինոյում նենց է խաղում, որ հա, ինքը երևի ամենահիշարժան դեր ունի այդ կինոյում 3 հերոսներից։ Կարելի է ասել հիմնական իր գիծն է ու իր ներքին կոնֆլիկտն է։ Ինձ թվում է, ես մի քիչ ուրիշ ձև եմ տեսել, որ գլխավոր ինչի մասին է ֆիլմը, 3 է Փարիզի աղքատ թաղամասում ապրող 3 ընկերների, այդ Արաբ Սաիդը, հրյա Վինսը, բոլոր հերոսները իրենց դերասանների անուններ ունեն, ու Սևամորթ Ուբերը։ Ու ֆիլմում տենց առանձնապես սյուժե չկա, չէ, այսինքն չոր սիտուացիաների շարանա, սա սկսվում է նրանից, որ
ինչ որ ցույցեր են եղել հերթական Փարիզյան, որի արդյունքում ինչ որ ոստիկանները այդ Սաիդի եղբորն են դաժանաբար ծեծել ու դրանից հետո ուղղակի հետևում ենք այդ երեք ընկերների տենց իրանց աղքատ թաղամասում չլվելուն, որ ընկերների հետ խոսալուն։ Ընդ որում այդ ֆիլմը նայելը նախ բռնեց վերջին Փարիզյան անհանգստությունների հետ, որոնք լրիվ նույն ինչ որ պատճառ ունեին, ինչ որ կինոյում էր պատճառը։ Երկրորդը իմ մոտ բռնեց նաև Փարիզ այցելելու հետ ու այդ գոբնիկներին ռեալ կյանքում առայժմ տեսնելու ստեղն։ Հա, ինձ թվում է ֆիլմում գլխավոր հերոս, եթե 3-ից մեկին առանձնացնենք, այդ Սաիդն է, որի շուրջը Ուբերտը ու բանը, Վինսը, ասենց լրիվ հակապատկերներ են իրար, էլի։ Վինսը ավելի սենց քաոտիկ, ավելի գոպնիկոտ, ավելի բառադի ու այդ սևամորթ Ուբերը ավելի սենց հավասարակշռված, adekvat իր կյանքը դասավորած, հենց սկզբում որ իրան տեսնում ենք, իր ջիմում մարզվում է ու հասկանում ենք, որ մարդը ջիմ ուներ բոքսի, որը այդ ցույցերի արդյունքում ջարդել են, դրանից է ինքը դիլխոր։ Այդտեղ ինձ այն դիալոգն է դուք գալիս, որ ասում է, գիտեի, որ մի օր կջարդվի, հարցնում են բախի սարքիր, որ գիտեիր կջարդվի, ուզում էի ջիմ ունել։ Հա, բայց ոնց որ սենց իրար հակապատկերներ լինեն, որոնք Սաիդին ամեն մեկը իր կողմա քաշում ու այնտեղ ֆիլմն էլ է սկսվում ու վերջանում հենց Սաիդի աչքեր բացել ու փակելով։ Քեզ հասկացնում է, որ ինքն է հերոսը էլի, իր աչքերով ես տեսնում։ Կխնդակ, բայց ոնց ես եմ տեսել, ես Վինսենի աչք նայում ու իր բարոյական ընդությունը այդ ֆիլմում մեկ-մեկին արտացոլում է Ռասկոլնիկովի բարոյական դրությունը Դոստոևսկու մոտ։ Արդյոք չսպոյլեմ, հա, ինչու ոնց, արդյոք ինքը իրավունք ունի այն արարքի, որը ինքը սաղ կինոն ուզում է անի, վերջում չսպոյլեմ անում, հա, արդյոք ինքը այդ բարոյական իրավունքը ունի, թե ինքը իրոք դողացող ինչ որ էակա, որը չունի իրավունք ու չի կարա։ Դոստոևսկին նշեցի դեռ։ Ինքը մաքուր դոստոևսկիական բարոյական ընտրություններ ու ֆրանսիացիք вообще Դոստոևսկի բավականին սիրում են ու հաստատ մտադրված է։ Եթե ճիշտ նշությունը իմ կարծիքով բան է, ինքը առաջի հերթին սուր սոցիալական դրամա է, որը երկու խնդիր է բարձրացնում։ Առաջինը միգրանտ երիտասարդության կյանքը Փարիզի արվարձաններում, որ իրանք հիմնականում մեծամասամբ աշխատանքից զրկված են, մեծամասամբ իրավունքներից զրկված են, ասենք ոստիկանություն իրանք դուր աչքով անայում եւ այլն, ու ընդհանրապես երիտասարդության ու ավելի մեծ սերնդի հարաբերությունների մասին է, եւ որ մեծ սերունդը երիտասարդներին չի հասկանում, երիտասարդները մեծերին չեն հասկանում ու այնտեղ անդադ այդ թեման բանը առաջ է քաշում, որ մեծերն ասում են դե զզվցրիկ թողիկ էլի ինչ եք ուզում մեզնից բան, էս կոմենկոմ երիտասարդներն իրանց են խոսքի ասում դե ձենդ կդրեի ստարպյոր եւ այլն, այսինքն այդ սոցիալական բևեռվածությունը Ֆրանսիայում հենց միգրանտ երիտասարդների ու вообще երիտասարդների ու ավելի ավագ սերնդի միջև միշտ այս կոնֆլիկտները առաջացնում, միշտ այս բախումները առաջացնում ու Կասովիցի կինոն ոնց որ դրա մի հատ հատված էր, ինքը մի օրվա մեջ է տեղի ունենում իրադարձությունները, առավոտից մինչև մյուս օրվա առավոտը 24 ժամ։ Իրականում այդ սոցիալական հարցերը ամեն երկրում էլ ինձ թվում է բան են, չէ՞, ոչ միայն Ֆրանսիայում։ Ֆրանսիայում շատ ավելի սուր են, Ֆրանսիայում շատ ավելի Ֆրանսիայում ու այս վերջին պրոցեսները դա էլի մի անգամ ցույց տվեցին, որ ոչ մի բան էլ չի լուծվել, ոնց կար, տենց կա, ուղղակի մեկ-մեկ ջրի երես է հետնում։ Դե հա, հենց այնպես չի, որ այնտեղ 3 հերոսն էլ միգրանտ են ըստ էության, ոչ մեկ տենց տոկոսանի ֆրանսիացի։ Հա, Արման, այդ կոնտեքստում սոցիալական մի հատ բան խոսակցություն կար, որ կարծում եմ հիշում եք, ոստիկանն էր, կարծեմ, որ Վինսին ասում է, եթե դպրոցում սովորեր, կիմանայր, որ ատելություն է ծնում, այն ասում է, սովորել եմ փողոցում, որ եթե զիջում ես, ուրեմն պարտվում ես, մոտավոր ես սենց եմ խոսակցություն հիշում, այդ հոգեբանությունը, հա, այդ երիտասարդության ինքը շատ հաճախ տենց վատ բաների է տանում, էլի,
ու ֆիլմը մեջ շատ լավ ցույց է տալիս։ Ինքը ես չեմ մտածում, որ կասորից ինչ-որ խրատական կինո են նկարել, որտեղ խրատ անում երիտասարդներին, ասենք ինձ էլ այո։ թմրանյութեր չօգտագործական բառեր։ Այդ մասին Ինքը ուղղակի փաստն է, ոնց որ արձանագրում, որ երիտասարդները Փարիզում sense խնդիրներ ունեն։ Ոչ թե ինչ որ առաջարկներ է անում, ոչ թե ինչ ու այդ ամենը ինքը անում է ծայրահեղ բարձրարվեստ, հա։ Էլի չսպոյլեմ, բայց Զուքարանի խոսակցություն, բայց այն տղու կայֆավատ լինելը Վինսի վրա, որ զենքա մոտը, տես իմ մոտ է զենք կա, արի ֆոկուս։ Այդ էր մի ուրիշ ձև լավ։ Այն որ չոր մեկը իրանց օգնում է ավտոուղղված անել, այդ պահն էր Սաղ իրոք կինեմատոգրաֆիան արվեստի շատ բարձր մակարդակի արվեստի հասած ինչ որ հա Առհասարակ ես եթե մի բան առանձնացնեի ինչի մասին է ֆիլմը, ինքը ինձ թվում է երիտասարդության մասին է, այդ երիտասարդական անհոգությունը, բառադիությունը, անորոշությունը ինչ որ չափով ինքը շատ լավ է պատկերում ու հա ինքը ուղղակի պատկերում է, ինքը քեզ այդ երեք հերոսների մի օրնա ցույց տալիս առանց ինչ որ ցկտելու, սենց հստակ սկզբով ու վերջով պատմություն ցույց տալու։ Ու ինքը ինձ էլի մի բան հիշացրեց, ինքը ինձ ահավոր հիշացրեց Յուկիո Միսիմայի թե իր էսթետիզմով ծայրահեղ մասկուլինային, հա, ու թե իր ընթացքով ու վերջաբանով, հա, ինքը շատ նման էր որոշ Միսիմայի գործերի ու ֆրանսիացիք Միսիմայել են ահավոր սիրում էլի կար։ Անեկդոտ է, այն որ ասում է ու վերջում փոխում է հասարակության վրա։ Իրոք ինձ թվում է ոչ թե կենտրոնացած էր ավելի, նո գուցե մի քիչ կենտրոնացած էր երիտասարդության վրա, բայց այդ հասարակության sense խնդիրները, որ մեր մոտ էլ հիմա առկան հենց է, շատ չեմ ուզում սպոյլեմ, այդ վերջում հիշում եք ոնց է փոխում այդ անեկդոտը հասարակության վրա, ինձ թվում է ֆիլմը հենց այդ մասին է, որ նո հասարակությանն է ինչ որ մեսիջ ուղղված էլի։ Զուքարանի մոնոլոգն մարդը որ պատմում էր իր անցյալից, ինքը այդ Զուքարանի մոնոլոգի ֆինալը համահունչ էր ամբողջ ֆիլմի ֆինալին։ Հա, ինքը դու քեզ պետք է ինչ որ մեկ ով որ ձեռք կտա, քեզ բան կանի, կօգնի, հասկանում, ինքը իմաստը այդ էր, որ եթե դու ուզում ես ինչ որ խնդիր հաղթարես, դու մենակով դժվար կարողանաս այդ անես, քեզ պետք է ինչ որ մեկը։ Նաև այդ կինոն ընկերության մասին էր, ոչ միայն երիտասարդության, ոչ միայն սոցիալական խնդիրներ, այլ հենց ընկերության մասին։ Բայց այդ մեսիջը ինձ թվում է այդ մեսիջը կար ամեն դեպքում, որ ինքը հակավոստիկանական էր ինչ որ չափով, ոստիկանները վատն են, իսկ գետոյի տղեկը մեղավոր չեն, որ տենցն են։ Տենց տեղ են ծնվել։ Ինքը որպես փաստ է դա ներկայացնում, ինքը ներկայացնում էր այն ինչ որ ինքը տենում է, այն ինչ որ ինքը ընկալում է այդ իրավիճակում, ոչ թե ոստիկանները ոչ թե անգամ վատն են, այլ ոստիկանները զայբա տեղած են, ոստիկանները հոգնած են, ոստիկանները ներվայնացած են, արդեն հասել է մինչև եսի մուր։ Այսինքն ոչ նրանց է մեղադրում, այդքան ոչ նրանց, ինքը պրոստը ցուցատալի են ինչ որ տենում է։ Դա տեսարան է կա, չէ՞ որ այդ ընկերները գնում են Փարիզ, կարծեմ Փարիզ են, չէ՞ գնում, որ այդ արաբ ընկերը ասում է, այստեղ ոստիկանները ասում են, ինչ, ասենց քաղաքակիրթ են, էլի, լավ են վերաբերվում մարդկանց, բան, ու համատում է իրանց ոստիկանների հետ, այդ պահն էլ է հետաքրքիր շատ։ Դե իրանք Փարիզից էին, բայց իրանք աղքատ գետոից էին, գնում են քաղաքի կենտրոն, հա, կենտրոնից, հա, գնում են հարուստ տեղեր։ Գնում են հարուստ Asterix-ի մոտ, ով օրենքներ ուզում է կարգել։ Մի խոսքով Կասովիցի ատելությունը ով չի նայել, թող նայի, ինքը լավ ֆիլմ է։ Ես իրանց գիտենց անհայտների մեջ էլ չէի դասի, ինքը որոշակի կուլտային ստատուս ունի ու ցանկացած ասենք Google search լավագույն ֆրանսիական ֆիլմերի, որ անում ես, ինքը այնտեղ միտեղ հաստատ լինում է։ Ինքը լավ ֆիլմ է,
Դրանից հետո Կատովիցը նորմալ բան չնկարեց էլ։ Հա, ոնց որ տենց շատ վատ Babylon AD-ին նկարեց, Հոլիվուդյան աստղերով, չէ՞։ Ֆեյլված ու դրանից հետո ոնց որ, չգիտեմ, էլ ինչա նկարել։ Երևի էլ բան չթողեցին նկարի։ Սպիլբերգի Մյունխենում հայտնվեց մի պահ, բայց Հա, մի պահ դերասան էլ է։ Բայց այդ կարգի լավ ֆիլմ էլ չնկարեց։ Հա։ Ինքը լավ ֆիլմ է, մի քիչ ոճով Կուարոնի Ռոմային է նման ինձ թվում է, համ սև սպիտակությամբ, համ ընդհանուր ստիլիստիկայով, ու էլի նրանով, որ էլի առանձնապես ընդեղ էլ սթորի չկա, ուղղակի մարդկանց կյանքն է պատկերում, ինչ որ պահից մինչև ինչ որ պահ։ Հա։ Էլի ընդեղ էլ ինչ որ քաղաքի անհանգստություններ, բաներ, չէ, դրա ֆոնին է ամեն ինչ։ Կուարոնը ոգեշնչվել է հաստատ։ Հա, երևի ոգեշնչվել է։ Իմ համար էս մեր ընտրած 4 ֆիլմից երևի թե որպես sense կինեմատոգրաֆի գործ երևի թե լավագույնն էր սա։ Այսինքն ոչ թե ես առանձին իմ նախընտրությունն ունեմ այս ֆիլմերից, որն եմ ավելի շատ հավանել, բայց այս մեկը երևի թե լավագույնն էր ամեն ինչով։ Լևոն, անցնենք մյուսին։ Մյուսը ճապոնական ֆիլմ է, ինքը կոչվում է Ամե Ագարու, Անձրևից հետո, հա։ Իր ռեժիսորը Տակաշի Կոիձումին։ Ինքը Ակիրա Կուրոսավայի օգնական ռեժիսորն էր եղել 20 տարուց ավել, 30 տարի 20 քանի։ Ու ինքը Կուրոսավայի սցենարով է հանած, ինքը ֆիլմա, որը Կուրոսավան էր շատ ուզում հաներ, բայց տենց էլ չհասցրեց հանի, ու ոնց որ իր տարիների օգնականը վերջինս դից հա ուսուցչի սցենարով ֆիլմ հանեց, ինքը լավ ֆիլմ է, ինքը պատմում է սամուրայ Ռոնինի մասին, հարաբերությունը որն է, սամուրայը մեկին ծառայում է, սամուրայը ունի տեր, Ռոնինը ոչ մեկին չի ծառայում, ինքը տեր չունի, ինչ պատճառներով մնացել է առանց տիրոջ, հա ինքնասպանություն չի գործել, հիմա տենց ապրում է։ Ֆիլմը Ռոնինի մասին է ու իր կյանքից է, հա, ինչ որ դրվագ պատկերում։ Ծայրահեղ գեղեցիկ ֆիլմ է ու ճապոնական ֆիլմերը իրանք լինում են դաժան, լինում են ծայրահեղ տխուր, լինում են ծայրահեղ ебанутый, հա, ու լինում են շատ բարի ու մի քիչ տխուր։ Ամե Ագարուն այտենց բարի ու մի քիչ տխուր ֆիլմ է։ Ու ինքը ինձ մի քիչ հիշացնում է նաև Տակեշի Կիտանոյի Ուջիրո ֆիլմը, իհարկե իրանք տարբեր են, տարբեր բաների մասին են, բայց իր ատմոսֆերայով ու այն թեթևությամբ, որը զգում ես այդ ֆիլմից հետո, շատ նման են, մոտ են։ Ու այն թեթև տխրությամբ, որը այդ ֆիլմի ժամանակ զգում ես, շատ լավ ֆիլմ է, ու ֆիլմի մեջ հա սուսերամարտի տեսարաններ կան, իրանք նկարահանված են բացառիկ ճաշակով ու բացառիկ աութենտիկությամբ։ Եթե ինչ որ մեկին հետաքրքիր է թրով կռիվները ինչ տեսք ունեին Ճապոնիայում, հա, ֆիլմի կոնսուլտանտը սուսերամարտի եղել է Օտակերի Սուկեն, որը Ճապոնիայում սուսերամարտի դպրոց կա Կատորի Շինտորյու։ Ինքը ճապոնական տվյալ պահին ամենահին լեգիտիմ սուսերամարտի դպրոցն է։ Ռիսկե Օտակեն դպրոցի տեխնիկական ոնց որ դիրեկտորն է, հա, ու խորեոգրաֆը Ամե Ագարուի կռիվների ինքն է եղել, ինչպես նաև թրի արվեստի կոնսուլտանտը, որ պատկերվի մաքսիմալ աութենտիկ, մաքսիմալ կայֆ, հա, ինչ կասեք ժող։ Պատմությունն էլ էր շատ լավը, ինքը լավ էր պատկերում, խաղաղասեր, տենց սպարզամիտ մարդը, ինչքանով է կյանքով մեկ քաշված, որ ոչ միտեղ իրան առանձնապես չեն սիրում։ Հետո իրան մի պատճառով էլ չէին սիրում, որ ինքը կնոջը, հիվանդ կնոջը, հա, պահեր, ինքը փողով էր կռվում, ինչը սամուրայի համար ահավոր զապատնլո բան էր էլի։ Ոչ միայն կնոջ պահելու չէ, բոլոր այն բարի գործերի համար, որ ինքը անում էր, ինքը դրանով էր գումար վաստակում, որ այդ ինչ որ լավ բան անի։ Հա, կարելի է այդպես։ Հա, ինքը բարի մարդ էր, համեստ մարդ էր ու կյանքով մեկ քաշված էր դրա պատճառով։
ու իմ համար ինչն է հետաքրքիր, որ ճապոնական այդ կարգերը, հա, որ տենց ամեն ինչ պատվի համար անեն, բան, ու մեկ է այս ֆիլմով ինչ որ քրիստոնեական կամ բիբլիական sense բարություններ ոնց որ ներմուծում է ճապոնական կարգերի մեջ, ինչը այն որ քրիստոնեական չի ասի, որովհետև քրիստոնեությունը Ճապոնիայում ունեցել է շատ անփառունակ պատմություն, արյունալի ապստամբություններ, massայական չէ, քրիստոնեության մասին չխոսի, այսինքն հենց այդ միտքը բիբլիական sense այդ բացարձակ բարիության բանը, այդ միտքը ամենուրեք կա, այդ միտքը կա բուդդիզմում, որպես դու պետքա կարեկցող լինես, դու պետքա սիրող լինես քեզ շրջապատող մարդկանց հանդեպ։ Միտքը պասուց ինքը կրոնական միտք չի, ուղղակի եթե լավ մարդ ես, դու բարի մարդ ես։ Իմ համար այս 4 ֆիլմերից լավագույնը հենց այս ֆիլմն էր, որին առանց որից է կասկածի, որ ասում ամենաբարձր գնահատական եմ դրել, կոնկրետ Սուսերամարտի այդ տեսարանը, հենց մրցման տեսարանը, ես մի քանի անգամ հետ եմ տվել նորից եմ նայել ու կինոն 2 անգամ իրար հետևից եմ նայել։ Այդ կարգի դուրս եկել էր։ Ինքը հենց սկզբում մեծ տառերով սենց ասում եմ նվիրվում է իմ վարպետ Կուրոսավայի հիշատակին։ Ու ինքը վարպետի մասին է։ Հա, ու հենց վարպետի մասին է ֆիլմ, ինքը իմ պատկերացմամբ ինքը պրիչա հայերեն ոնց կլինի։ Առակ։ Չէ, ոչ թե առակի իմաստով, այլ պատման, ավանդապատման իմաստով, այդ ձև, ոնց որ մի քիչ այն որ նստեն իրար հետ, ասենք, խոսալու ու իրար ինչ-որ պատմություն պատմեն Ռոնինի մասին, ով ինչ որ եկել էր այդ գյուղ ու ինքը բարի էր եւ այլն ու իրան կանչեցին, որ ինքը գնա դառնա ինչ որ բան, այդ տեղի շեֆի բանը, այդ Սուսերամարտի ոնց որ վարպետը, բայց իր ասենք, այս ինչ գործողությունների համար իրան վերջը չընդունեցին եւ այլն եւ այլն։ Այսինքն ինքը ինչ Այն պատմությունն էլ որ իրավարպետի մասին, այդ կոնտեքստում շատ հետաքրքիր է, չէ՞, ոնց է ինքը ընդունվում այդ վարպետի մոտ։ Այսինքն ինքը բարի, չնայած բարի մի քիչ հարաբերականը բարի ընդհանուր կոնտեքստում, բայց չի նշանակում որ իր մեջ ոչ մի hardcore չկա, ասենք այնտեղ անտառում մի հատ լավ մենամարտի տեսարան կար, Արուն էլ կար եւ այլն, բայց ինքը ընդհանուր բարի Պաուչիցելն ինքը բան պատմություն է, ոնց ասեմ, ոգեշնչող ու ոգևորող պատմություն է։ Իսկ դուք նկատել եք իր բարի մի քիչ թափթփված, հա, մի քիչ հայացքը տենց հեզ ոնց է փոխվում, երբ ինքը կռվի մեջ է մտնում։ Դու էլի ժամանակ կռվի մեջ մտնելուց այդ էր ինձ հետաքրքիր, ինչու եմ մի քանի անգամ նա ինքը առաջի մենամարտողը ինքը ակնհայտորեն թույլ էր։ Այդ առաջի մենամարտողի հետ մենամարտելուց ինքը ասեն ճպտում էր թեթև։ Երկրորդ մենամարտողը մի քիչ ավելի ուժեղ էր, իր հայացքը լրիվ փոխվել էր։ Երրորդ արդեն որ այդ բանը եկավ իր նիզակով, այդտեղ իր հայացքը вообще, բայց ինքը մեկ է, էլի ինքը քարի նման sense բան էր, էլի որ ինքը լրիվ անխոցելի, ինչ որ անհաղթահարելի բան էր, ուժ էր։ Դա լավ էր պատկերակամից հավաքված, կենտրոնացած, հա, ու տենց հասկանում ես, որ դու դեմը լինեիր, չէ, շանս չունեիր, էլի։ Այսինքն ինքը հələ մարտը չսկսված, ինքը արդեն հասկանում էր, դա դիմացը ով է, ինչ տեխնիկայով է կռվելու ու ոնց է պետք իրան դիմադրել։ Իդեպ այդ նիզակով տեսարանից հետո ես հասկացա ինչ դժվար է նիզակով կռվել, ուղղակի տանջանք էր։ Դե կռվողը իր դիմացի այդքան լավը չէր երևի իր չափ այդ լորդը լավներ ու նիզակը թրի դեմ շատ մեծ առավելություն է տալի իրականում թուրը ավելի մոտ մարտի զենքա կամ քաղաքային զենքա որտեղ նիզակ դու քո հետ քաշ չես տա, հա, ու բավականին ուշ է սամուրայական տեն սիմվոլիկ զենք դառել, ինչեւ այդ նիզակներով նետաղեղներով էին հա հիմնականում ասում։ Ես շատ եմ լսել YouTube-յան զանազան էքսպերտներից, որ միջնադարյան զենքերից, հին զենքերից նիզակն է ամենալավը։ Նիզակը արել հետո հրացանների վրա էլ հրացաններն էլ երբ հայտնվեցին ըստ էության կիսա նիզակ էին, չէ, դանակ էին ծերին կպցնում։
Նիզակի մեծ պլյուսը այն է, որ իրանք կիրառել սովորել, ու պետքա բայց շատ երկար չի քո սովորելը նիզակ կիրառելու, իսկ թուրը ռեալ պետք է հա վիզ դնես սովորես, ու հետո մեկա դիստանցիան ավելի կարճ է, Պրիտոմ եթե մասսայական կռիվա նիզակը տեղ ավելի արդյունավետ է դիստանցիայի վրա, ոնց է խփես մի երկու հոգու բան կան։ Մասսայականում ավելի լավ է։ Հետաքրքիր բան պատմեմ, ժող։ Չինաստանում պիրյուդ է եղել, որ իրանք ահավոր իրանց բավականին հարուստ հարավային ծովափնյա տարածքները տուժում էին ճապոնացի ծովահեններից, ու ճապոնացի ծովահենների մոտ շատ երկար դայտոներ էին, պատկերացրեք կատանա, բայց մի երկու անգամ երկար, ու չինացիք չէին կարում դրա թախից գային, մի հատ տենց թուր բռնող ծովահենը, մի հատ տենց թուր բռնող կապիտան Ջեք Վարաբեյը թրթում էր չինացիքին, էլի չինացիք այդ վաղ կանչեցին իրանց երևի երբևէ ապրած ամենաուժեղ զորավարներից մեկին, որը այդ վաղ ջահել մարդ էր, բայց արդեն աչքի էր ընկել մոնղոլների դեմ ինչ-որ կռիվներով, հաջող ինքը տակտիկա մշակեց ամեն տենց թուր բռնածի դեմ հելնել 5 հոգով, 4-ը զրահապատ նիզակներով թրերով զինված վահաններով, մեկի մոտ շատ երկար նիզակ էր, բայց նիզակի ծերին կամ տերևներ էին կամ փետուրներ, դա գործն էր կռվի մեջ չմտնել, այդ շատ երկար թրով զինվածի դեմքի մոտ թափահարել տերևները կամ փետուրները, ուշադրությունը շեղել մինչև այն 4 հոգով շրջապատում են, փորձում են մի բան դրա հետ անել, շատ արագ ծովահենների հարցը լուծեց, դե ինքը իրականում բանակն էր ռեֆորմացրել, ինքը իրականում ինչ-որ նավատորմներ էր փոխել եւ այլն, բայց այդ իր տակտիկան էր բավականին աշխատող տակտիկա, ու այդ վաղտվա գրավյուրաներում այդ տերևներով բանի նկարը կա, ճուվակի ասածս ինչա, նիզակով սովորել, փեդը բռնում ես ու տենց մեկ-մեկ խոցում ես, էլի, ինքը վարպետություն ունի, նիզակի արվես եւ այլն կա, բայց անհամեմատ ավելի հեշտ է նիզակի տիրապետել, Հաջան ավելի ծանրել է նիզակը, ավելի ֆիզիկական պատրաստվածություն չպահանջում, ավելի շատ Իզոտ մի քիչ շատ պետք է լինի, որտեվ այդ փեդը թրերը ինչ կան, ամենածանր թուրը կիլո քանի լինի, թե չլինի, կիլո 800 գրամ, կիլո 700 գրամ, նիզակի նախ բալանսն է մի քիչ պրոբլեմատիկ, երկար փեդա, դժվար է իրան բան անել, բայց ինքը մեկա քեզ ահռելի առավելություն է տալիս դիստանցիայի, դու պետք է հեռու լինես, էլի հակառակորդից, որ դու իրան վնասել կարանաս, իսկ քեզ վնասել չկարանա, քեզնից վարպետ լինի, լավը լինի եւ այլն, կփորձի այդ դիստանցիան կրճատի, բայց մեկա դու ի սկզբանե որոշակի առավելություն ունես նիզակով։ Ընդ որում ֆիլմում ահագին վտանգավոր իրավիճակ էր, որովհետեւ նիզակը իսկական նիզակ էր, սայրով ու շատ մեծ շանս կարող լիներ, որ ասեն գլխավոր հերոսին դուպը սպաներ։ Այդտեղ շատ հետաքրքիր բան է ակնարկվում, որ ճապոնական պանացներով ինքը պետքա ձև թափեր թե պարտվում է, ինչ ինքը չի անում։ Ու հենց այդ իր ազնվությունն է, որ վերջում ասում են հո դու ապուշ չես դայմոյին, հազիվ մարդ է պատահել, իսկ դու ծառայության չես եկան։ Լորդին պիտի զիջեր։ Լորդին պետք է զիջեր, բայց չզիջեց ու դա էլ ավելի բարձր, բարոյականությունն է, որ դու ազնիվ ես քո լորդի նկատմամբ։ Բայց լորդի կինը հետո լորդին ոնց որ պետք է բացատրեց ինչոց է, ասեց հո դու ապուշ չես, արա։ Հազիվ տենց մեկը պատահել է, չոր ատմասկեք ես հորինում, թե բա փողով կռվողա, տո եսի ինչ, տո։ Բայց հետաքրքիր է ինձ լորդը հետո որ գնաց հետևից, իր նպատակը ինչն էր հետապնդելուց, այդ բերելը թե սպանել, էդի մի քիչ խնդրել որ ծառայություն անց։ Որ գա անցնի ծառայության որպես հրամարտի վարպետ իրը։ Իդեպ այդ բանի տեսարանն էլ չէ, անձրևի ու գետը մի քիչ իհարկե սփոյլում ենք սյուժեն, բայց այդ ֆիլմում այդքան կարևոր չի էլի, համահեր։ Այդ գետը բարձրանալու տեսարանն էլ շատ լավն էր, որ ինչ որ sense բաներ էլի իր կյանքի բաներ, որ ինքը հասել էր հետո ու չգիտեր ուր գնա։
ու այդ գետնը ոնց որ չէր թողում իրան գնա, դա սենց սիրուն մետաֆորա էր։ Հա, որոշակի սիմվոլիզմ կար տեղ։ Մահեր պատմի քո կինոյի մասին։ Որը ես չեմ նայել, բայց կնայեմ։ Իմ ասած ֆիլմը այդ Wars Troll-ների որսորդն է, ինքը ընդ եվրոպական ֆիլմ է, նորվեգական։ Հա, այս ֆիլմը ինչն է հետաքրքիր, իրան ինչքան թրեյլերով տենց նկարներով, պաստառներով նայում ես, ինքը ամեն ձև քեզ համոզում է, որ այս ֆիլմը զիբիլ է, ու տենց այն էժանագին ֆիլմեր կա, չէ, որ ոչ մեկ։ Ահա, իմոտ հենց այդ տպավորությունն է։ Աչքիս համոզել է։ Ինչ-որ poker ստուդիա, ինչ-որ poker բան, դրան գումարվում է նաև այն փաստը, որ ինքը տենց ծառի կամերայով ուղղակի նկարած է, ու դու մտածում ես, լավ, դե ինչ պիտի լինի այս ֆիլմը, ինքը տենց զիբիլ է ու հայտնի է չի առանձնապես, բայց որ սկսում ես նայել ֆիլմը, ջոկում ես, որ ինչ-որ շատ ռեալիստիկ է այս ամեն ինչը, սյուժեն պատմում է մի քանի ընկերների մասին, ովքեր տենց դոկումենտալ ֆիլմ են ուզում նկարեն, ինչ-որ արջերի հարձակման բան մասին, որ արջերը իբր հարձակվում են այդ անտառներում նորվեգական, ու տենց վնասներ են տալիս այդ գյուղացիներին, ու այդ արջերի տենց մի հատ կասկածանքով, որ բռակայներ կա, գնում են դրան գտնեն, հասկանան ինչ է կատարվում, շատ չսպոյլեմ սյուժեն, բայց ուտե սպոյլելու բանը չկա մեծ հաշվով, պարզվում է ամեն ինչը մեղավորը թրոլներն են, հսկայական թրոլներ, մեծ թրոլներ, ու որոնց կառավարությունը ամեն ձև քողարկում է, ծածկում է, բայց հոսանքի լարը, որ վնասվել է, այս ուժեղ քամուց է եղել, ոչ թե թրոլն է եկել։ Հա, արջեն չէ բերում միշտ դնում։ Հա, այդ որ ձեր ոչխարներին գողաց է տարել են, այդ ոչ թե բան թրոլներն են տարել, այլ չգիտեմ արջն է տարել, ու դու սենց մտածում ես, բայց что-то շատ ռեալիստիկ է, ու մեր մոտ է ինչ-որ բաներ կատարում է։ Ինձ մի բան այդ ֆիլմում շատ դուր եկա, ծիծաղալու թվաց ավելի ճիշտ, որ սենց մի կողմից քեզ համոզում են, որ այդ հեքիաթների տրոլները, որ ասում եք տրոլ, ընդամենը ինչ-որ կենթանու տեսակ է, Նորվեգիայում ապրող, մյուս կողմից ինչ տրոլերի մասին գիտես, այդ ֆիլմում ճիշտ է, ասենք որ քրիստոնյաների վրա են հարձակվում մենակ, կամ արևի տակ քարանում են։ Որում արևի պահը ինչ-որ ընդեղ գիտական փորձում են բացատրեմ, բայց քրիստոնյայի վրա չի հարձակվում, ոչ էլ անդրադառնում են։ Troll Hunter-ը միավորում է 3 բան, ինչ ես շատ եմ սիրում կինոյում։ Առաջինը սկանդինավյան կինեմատոգրաֆը, որ ես պաշտում եմ։ Երկրորդը մոկյումենտարի այդ ժանրը, այդ պսևդոդոկումենտալ ժանրը, որը Blair Witch-ից հետո ես էլի սիրում եմ ու աշխատում եմ այդ ժանրում ոչ մի բան բաշխտողում, եթե իհարկե վարպետորեն է նկարած։ Ու երրորդը, որ ինչ որ մի հատ պատմություն է, որում հակառակորդը ընթացքում գնալով ավելի ոնց որ ուժեղ, ոնց որ Twister-ը հիշում եք այն բաների, փոթորիկների մասին, որ առաջի մակարդակի Twister-ը F1, F2, F3, F4 վերջում F5 вообще մի հատ փոթորիկ է։ Ստեղ նույնը թրոլներն են, սկզբում ինչ-որ պուճուրիկ մոստի տակի թրոլ է, հետո մի քիչ ավելի մեծ, հետո ավելի մեծ, վերջը մի հատ աննասուն է գալի Godzilla-ի չափ, ու իրանք դրանք միավորել են, ինքը իմ համար երևի Cloverfield-ից հետո լավագույն մոկյումենտարին է, ես իրան բարբերաբար վերանայում եմ, ու հա, տպավորությունը, որ ինքը իրոք ինչ-որ շատ ռեալիստիկ է ու հնարավոր է որ թե իրոք վավերագրական լինի, ոնց որ ժամանակին Blair Witch-ը նայելուց էինք մտածում, այդ տպավորությունը իր մեջ շատ ուժեղ է, ահավոր ուժեղ է, դու նայելուց պահիտակ կորցնում ես այն զգացողությունը, որ գեղարվեստական ֆիլմ ես նայում, քո մոտ տպավորություն է ստեղծում, որ դա ինչ որ բան է, գաղտնի նկարահանումներ են։ Այն իսպանական ռեկն էլ է տենց, հիշում եք իսպանական ռեկը։ Հա, շատ լավներ։ Ընդեղ էլ պահիտակ մեկ է դու կտրվում ես այն զգացողությունից, որ ինքը գեղարվեստական ֆիլմ է, ու արդեն սկսում ես իրան ընկալել որպես
իսկական նկարած բան, կադրեր։ Այդ Troll Hunter-ը մոտարապես Բայց Troll Hunter-ը մտածում ես դժվար կլինի սարի չափ Troll-ին չնկատել, ասենք քողարկել ինչ որ ձևով, բայց ֆիլմը շատ լավ է համոզում, որ հնարավոր է։ այնտեղ վերջում Միչայլոց հենց Նորվեգիայի վարչապետն էր իսկական, որ ասում էր տրոլեր չկա։ Ու սկանդինավյան սև հումորը, ֆիրմային սև հումորը, որ բանը, իրանք սենց իմիջայլոց մի հատ ահավոր սև հումոր են անում, նենց լուրջ դեմքով, դու սկզբում չես էլ հասկանում, այդ ինչ ոսկեսի հումոր է, թե լուրջ էր էս Կարող է քեզ թվաց, որ հումոր է, բայց լուրջ էին իրան։ Կարճ ասած, Troll Hunter-ը շատ լավ ֆիլմ է, 100%։ Համոզեցիք, ժող կնայեմ։ Բայց ինքը նաև մի քիչ այդ մոքյումենտարիների շաբլոնները բան անում, քանդում է, որտեվ տենց կինոներում սովորես, որ պարանորմալ մասը սենց շատ կծկտուր, շատ երկար build-up-ով քեզ ցույց տան, ոնց որ Blair Witch-ում կամ Cloverfield-ում, Troll Hunter-ում հենց սկզբից քեզ սենց շատ པարզ է տրոլերին ցույց են տալիս, տրոլերը կան, ահա իրանք։ Ինքը լրիվ գեղարվեստականի կանոններով է գնում էլի։ Ուղղակի մոքյումենտարի նման նկարած։ Գրաֆիկանը բավականին լավն էր, չէ՞, ասենք այն զիբիլը բավականին լավն է, գրաֆիկան շատ լավն է, որ կոմոդ տպավորությունն է, որ ինքը իրանք պրոստը նկարել են VHS-ի վարիանտի այդ բանով ու կարողացել են գրաֆիկանից դասանում, որ ինքը ռեալիստիկ լինի այդ բանում պատկերի այդ ձևում էլի։ Այնտեղ շատ կայֆ պահեր կար, չէ՞, որ ասենք կամերան ջարդվում է, տենց ճաքացով է ինչ որ ժամանակ գնում։ Հա, վախենալու պահեր էլ կան իդեպ, ահավոր սասպենսի պահեր էլ կան։ Ինչ որ հա, Լևոն անպայման նայեք շատ լավ։ Հեղինակները ինձ թվում է լավ տժացել են, ուղղակի շատ ռեալիստիկ է ստացվել։ Գնայեմ անպայման կասեմ։ Իդեպ իմացա վերջերս, որ Դեմետրի վերջին ճանապարհորդությունը ոնց որ նույն ռեժիսորն է, չէ՞։ Նո, հետաքրքիր կլինի այդ ֆիլմն է նայել։ Անդրե Օվերտալ ինքը հենց այդ Troll Hunter-ով հայտնի դարավ, իրեն մի անգամ ստարան Հոլիվուդ, էլի է ինքը կինոներ նկարել Հոլիվուդում, չեմ հիշում անգամ, բայց ոնց է միշտ սկանդինավ ռեժիսորը ինչ որ թույն կինո է նկարում կամ Հոլիվուդում ռեմեյք են անում կամ իրան տանում են այնտեղ փչացնում են։ Մի խոսքով եվրոպացի ռեժիսորներին Հոլիվուդ տանել պետք չի։ Հա, դա չանում են։ Միակ մարդը փչացրել է ուրիշներին Ռոման Պոլանսկին է։ Հա։ Դե բայց շատ կան տենցները, որ իրանց երկրում ինչ որ շատ լավ բան են նկարել, հետո Հոլիվուդը գերմանացի են ռեժիսորը, որ բանը Das Leben der anderen նկարել ուրիշների կյանքը Օսկար ստացավ լավագույն օտարերկրյա ֆիլմ, տարան Հոլիվուդ տուրիստը նկարեց Ջոնի Դեփով։ Հա, օքեյ, մնաց վերջինը։ Հա, վերջինն այս ֆիլմի մասին ինչքան Facebook-ում գրել եմ, ստեղ ոչ մեկ չի հիշել այդ ինչ ֆիլմ է։ Իմ համար ինքը առանցքային նշանակություն ունեցող ֆիլմ է, ինքը կոչվում է Relict, հենց Relic անգլերեն, հայերեն Relict 97 թվականին է նկարել է Պիտեր Հայմսը, ինքը նույնպես բավականին լավ ոչ թե արվեստագետ է, այլ ավելի շատ արհեստավոր է, բայց իր ֆիլմերը ահագին լավն են, ասենք 2000 մեն Կուբրիկի Odyssey-ի սիքվելն է ինքը նկարել, մի երկու հատ ֆիլմ Վան Դամով են, հոքեյի մասին ֆիլմը Վան Դամով, մեկ էլ են Time Cop-ը, մեկ էլ նկարել են Արնոլդ Շվարցնեգերով եւ այլն։ Relict-ը ինքը հիմնված է Lincoln Child-ի մյուս համահեղինակի անունը մոռացել եմ։ Համանուն գրքի վրա այդ հեղինակները իրանք բան են պալեոնտոլոգ են մասնագիտությամբ ու ֆիլմը գիրքը շատ նենց գիտական բավական ժամանակվա համար բավականին գիտական ճշգրտությամբ հորոր էր նրա մասին, որ էվոլյուցիայի ընթացքում, ասենք լինում են էվոլյուցիան ոչ թե ինքը բանը հարթ ինչ որ sense դանդաղ աճող իրադարձությունների շարքը, այլ ինքը ցածկերի շարքը, երբ որ ասենք կենսա բազմազանության մեջ ինչ որ ուժեղ մուտացիայի արդյունքում առաջանում է ինչ որ սուպերօրգանիզմ, որը այդ բիոսֆերայում կտրուկ փոփոխությունների է բերում ու դրանից ասենք բիոսֆերան փոխում է։ Այդպես տեսություն կա, էլի էվոլյուցիոն տեսություն կա, բայց ինքը այդքան ընդունված չի։ Ու ինքը հիմնված է հենց այդ գաղափարի վրա, պատմում է հարավային Ամերիկայում հնդկացիական ցեղի մասին, որոնք ինչ որ բույսի վրա գոյություն ունեցող վիրուսը օգտագործում էին իրանց այդ գյուղի մոտ
ինչ որ սուպեր գիշատիչ աճացնելու համար, որ իրենց գյուղը ոնց որ երբ որ թշնամիներ հարձակվում են, որը պետքա պաշտպաներ իրենց գյուղը, հետո թշնամիներին դա ոչնչացնում էր, ինքն էլ վերանում էր, իրանք վերադառնում են իրենց գյուղը։ Ու այտենց մի հատ արած են իրանք ստեղծում ամերիկացի պալեոնտոլոգից, որը պատահաբար նավով հայտնվում է բանում Չիկագոյի բնության թանգարանում ու սկսում է այնտեղ վատ բաներ անել։ Ֆիլմը ահագին մոտ էկրանավորում է, չնայած դա ասենք գիրքը այնտեղ գիտական է եւ այլն, ֆիլմը մի քիչ դրանից հեռացել է, մի քիչ ավելի թրեշոտ է դարել, բայց իմ կարծիքով ինքը իր ժամանակվա համար բավականին հաջողված հորոր է, իր մեջի հրեշին ստեղծել է Սթեն Վինստոնը, ով ստեղծել է, ասենք, Predator-ին, բանը Alien Queen-ին եւ այլն, ասենք արտակնապես մոտիկից իր դեմքը շատ նման էր Predator-ին։ Հա, ինքը ահագին լավ, ես հետո ասենք առաջ անգամ 97 թվականին որ այդ ֆիլմը նայեցի, այնց էլ տպավորս անդադ իրան նկարում էի բան։ Ֆիլմը իմ կարծիքով ահագին հաջող է ու չգիտեմ, այն ժամանակ օրինակ գրաֆիկան մինչև հիմա բավականին լավ պահպանված է այնտեղ։ Ես ոնց հասկացա, ինչ որ մասերը CGI էր, ինչ որ մասերը պրակտիկ, երկուսն են այնց ահագին լավ է նայվում։ CGI մասով էլ ավելի զարմանալի է 97 թվի ֆիլմի համար։ Շատ դինամիկ մասերը, հա, CGI-ով էր նկարած, չնայած մութ այնտեղ մեծ մասերը պատկերների, ինչ որ թեթև լույս ան գնում, դա ահագին օգնում է CGI-ին, բայց հա այն ժամանակվա համար CGI-ը ահագին լավն էր։ Իմ մոտ տպավորություն ստեղծվեց, որ Իրան հանել են ոչ այդքան մեծ փողով, բայց շատ տաղանդավոր մարդիկ ու իրանց գործը շատ սիրող մարդիկ։ Բայց բյուջեն 60 միլիոն էր, կակրած այն ժամանակների համար ահագին թանկ էր։ Ուրեմն էլ ավելի տաղանդավոր էր, որ չգիտեմ, բյուջեն չի զորում, իսկ ֆիլմը լավն է։ Գիտեմ։ Ինձ թվում է այդ ֆիլմի խնդիրը, որ հիմա այդքան շատ չի հիշվում, այն նա, որ տենց շատ հայտնի դերասան չկար նման թիմի համար, Տոմ Սայզմորն է այնտեղ գլխավոր դերը, որին ավելի երկրորդական դերերով գիտես միշտ։ Հա, կարող է տպավորությանս պատճառը էր, որ ինքը շատ նման է trash horror-ի, բայց ինքը trash horror չի, ինքը որակյալ է։ Ինքը իհարկե alien չի կամ չգիտեմ, thing չի, բայց ինքը շատ որակյալ 90-ականների սարսափ ֆիլմ է։ Ես նայելուց իմ մոտ տպավորություններ, ոնց որ բան Resident Evil-ի էկրանավորումն էր, ինձ շատ նման էր։ Դա առումով նման էր, որ նույն շենքում ամեն ինչ տեղի ունենում հիմնականում այդ թանգարանի շենքում։ Հա, մոնստերն էր, բիոլոգիական ինչ որ այդ սկաչոկի արդյունք էր։ Շատ նման էր, այդ 90-ականներին տենց խաղերն էլ պոպուլյար էին, չէ՞, Resident Evil-ներ էլի մի քանի նմանատիպ խաղ կային, ու այս ֆիլմը շատ հիշեցնում էր այդ շրջանը, բայց իրոք որակյալ էր ու մինչև հիմա նայելուց համ վախենալու էր, համ չէր զգում, որ հնացած շքեղագույն մոնստր էր, շքեղ մոնստր էր, լավն էր։ Ինձ հատկապես ուրախացրեց, որ Տարանտինոն իր այս ոդկասթերի շարքում այդ կինոն հիշատակեց, ու ահագին գովում էր, ասում էր դա մոռացված բան է, հորոր շեդևր է, բան, ահագին, որտես դրա մասին գրում էի Facebook-ում, ոչ մեկ դրանից խաբած չէր ընդհանրապես։ Եթե Տարանտինոն գովացել է, ուրեմն լավ ֆիլմ չի, լավ պատվոյ։ Վերջում մի բան պետք է ասել, չէ՞ անպայման։ Այդ տեսակետներն էլ էր շատ հետաքրքիր, մի քանի վարկած է, չէ՞, քեզ ասում այդ մոնստրի առաջացման սկզբից ասում է ինչ որ կատոնգա, հայ, ճիշտ եմ հիշում։ Կատոգա, հա, ասում է տենց սատանայի որդին է, նախ տենց ինչ որ միֆիկ ինչ որ բան է ներկայացնում, հետո այդ էվոլյուցիոն տեսակետն է ներկայացնում, բայց ամեն դեպքում նույնիսկ այդ դեպքում այդ հորմոնալ այդ բանից առաջացումը, որ ինքը հիպոթալամուսն էր, չէ, ուտում մարդկանց, որ այդ հորմոնները տերևները վառել էին։ Հա, դրա համար ուտում էր մարդկանց այդ հիպոթալամուսը, շատ երևի գրքում ավելի գիտական կլինի, բայց գրքում գիտես ոնց գրքում շատ ավելի ճշգրիտ է այդ ամեն ինչը, որովհետև գրքում ինքը բացատրում է, թե միֆոլոգիան ոնց է կապված դրա հետ, դա ասենք պատկերացրա հին հնդկացիական ցեղեր, որոնք կարում են ինչ-որ ծառի բույսից մոնստր ստանան,
իրանք ոնց են դա պատկերացնում, իրենք պատկերացնում որ ասենք եկավ իրանք, չգիտեմ, չար աստվածը, որը թշնամիներին պատժեց ու գնաց, այդպես իրանք պատկերացնում։ Ահա։ Ու իրան ասենք արձաններ էին դնում, ահոն էին դրել եւ այլն, հա, բնականաբար իրանք չեն հասկանում մոլեկուլյար կենսաբանություն, որ ասեն խոսքի, տեսեք, այս վիրուսը սրա մեջ, որը թափանցում է, ասենք, այս մարդու այս մարտիկի դնթի մեջ ու իրան վերածում է մոնստրի։ Իրենք ասում էին, այս մարտիկի մեջ մտավ մեր չար աստվածներից կատոգան, իրան դա դարձրեց ուժեղ ու ինքը գնաց մեր թշնամիներին հաղթեց։ Ֆիլմում դա մի քիչ ուշադրություն չեն դարձել դրան։ Դա մի քիչ բան էր։ Ինձ դուր եկավ, որ ֆիլմում իշխանությունները շատ adekvat ռեակցիա տվեցին կատարվելիքին, որ այդ շենքը ոստիկանության մեքենաները ասեց շրջապատեցին, բան փակեցին։ Հասկանալի էր, որ ինչ որ շատ վատ բաներ է կատարվում ու սաղ ճիշտ արին։ Այդ մոնստրային, որ հերոսները չսպանեին, ինքը դուրս չէր գա էլի։ Դե հա, սպանեին արդյոք։ Բա մի հատ կավրովը կգցեին։ Հա, լրիվ adekvat ճիշտ ռեակցիա տվին իշխանությունները, երբ հասկացան, որ ինչ որ բան են չի այդ թանգարանում։ Դե քաղաքապետը տեղը դրա համար երևի շատ։ Դրա համար adekvat են։ Ասենք Resident Evil-ում բան չեն անում, չէ՞, տունը չեն փակում, երբ սպեցնազի խումբը կորում է։ Հա, զարմանալի լիներ, գնացին կորան սպեցնազի խմբով ինչ որ տանը ու ոչ մի ռեակցիա չի տալիս իշխանությունը։ Հա։ Երևի այդքանը։ Երևի 4 հատ ֆիլմ, ոնց որ Պլյուս մի լավ սերիալ։ Լավ սերիալի լավ ավարտ, որը հույս ունենանք շարունակություն կստանա։ Կիսատ մնաց։ Շարունակեն լավ չի։ Չէ, դե ինքը կիսատ մնաց, իրան միտքել չունեին, եզրափակ էին, ես ոնց հասկանքները։ Խնդիրը ստեղ ուրիշ է, ոչ թե հարցը իրան ուղղակի էլի չեն երկարացրել, հարցականի տակ է։ Ու զաբաստով կենել վրից մի քիչ։ Ու HBO-ն էլ հիմա այնպես ֆինանսական վիճակում է, որ իրան պետք են հիթեր, որոնք նայում են, ասենք, միլիոնավոր մարդիկ, ոնց որ ասենք House of Dragon-ը, որի օրը քիչ է նայվում, ինքը իր ֆան բազան ունի, մենք էլ ուզում ենք մի քիչ շատացնենք այդ ֆան բազան, որ իրար շարունակեն։ Չէ, բայց հեղինակները հստակ ցանկություն ունեն շարունակելու, իրանք շատ գծեր կիսատ թողեցին ու չէին էլ մտածում վերջնական հանգուցալուծման բերեն շարունակվելու բառակայում։ Իրան նկարել էին մինչև Cinemax-ից հենց կոնկրետ HBO անցնելը, այդ էր էլի խնդիրը, որ իրանք կոնկրետ արդեն չգիտեին դրանից հետո ինչ արնել։ HBO-ն լավ սերիալներ փակելու շատ վատ բնավորություն է վերջերս ձեռք բերել, դա մտավախություն ա։ Եվ հույս ունենանք լավ կավարտվի ամենը։ Դե լավ, լավ, ես եզրափակենք այսքանով։ Okay, կտեսնվենք ժող։